կատակ կես լուրջ պատվարժան դատան կարելի է ինձ գործազրկության նպաստ նշանակել, այստեղ նստած է նաև պարոն Ասատուրովը, անգամ հանրային մեղադրող այդ դատավարական էթիկետը չի պահում, մի հատ հարցնի լավ, բա Ասատուրովն ինչ էր անում, այն ինձ մոտ տպավորություն է, որ մի շարք հետև ուղղակի գալիս ենք այս դատավարությանը հետևում ենք, նույնը Վարդան Հովհաննիսյանի մասը, այսպես երեքով պատվարժան դատանես վարույթի հետ առնչություն չունենք, որովհետև դերակատարները Հրաչիկն է Խաչատրյան և Լևոն Քոչարյանը, և սա պատվարժան դատան են հարցը, որը վկան խուսափեց պատասխանելուց նաև, մենք այստեղ ենք բացառապես մեկ պատճառով, որովհետև պարոն Ասատուրովը պարոն Քոչարյանի մտերիմ ընկերն էր և բացի իրեն կալանավորելը պետք է նաև անձնական ցավ պատճառել և ընկերոջը նույնպես այսպես քրեական հետապնդումով անցկացնել և չմոռանանք նաև, որ նախաքննության ավարտից մի քանի օր առաջ պարոն Ասատուրովին կանչել են, ասել են դու ես մեղադրյալ, մի հատ մեղադրանք են տվել ճանապարհել, հիմա ձևական մի հատ հարց չեն տալիս, բայց մարդուն չեն անում, բայց մարդուն խիեն ձերբակալել, պատվարժան դատան, և ես կարծում եմ, գուցե այսպես ոչ կոռեկտ է հնչում, բայց մեր առնչությունը այս վարույթին պայմանավորված է Սերգեյ Ասատուրովի դիալեկտիկական կապը այս քրեական գործի հետ, իրենց միջև առկա ընկերությունը և պարոն Քոչարյանի ՔԿՀ-ում ևս մեկ անգամ նաև բացի անձնական ազատազրկումը, այսպես ընկերական ցավ պատճառել և ընկերական ցասում պատճառել, որը նաև առաջին դեպքը չի պատվարժան դատան։ Ուստի նաև իմ թող խնդրանքը հնչի, թող հորդորը հնչի, մենք վերջում եզրափակիչ ելույթ պետք է անենք, գոնե մինչև այս պահը ես չեմ լսում հարցեր պարոն Ասատուրովի գործողությունների վերաբերյալ, գոնե ձևական կողմը պահենք, մի երկու հարց էլ ձևական տանք, ասենք Ասատուրովն է տեղի չէ։ Շնորհակալ։ Կարիք չկա ընդհանրապես ուժովի և մյուս պաշտպանի դարավարների կարծիքները այստեղ ընդունվեց ձեր ասացում, հարցը հետո դարել։ Անկը ամեն կնետներում Վերոնել Ասատուրովի հետ կապված արդի մասնակիցները հնարավորից հարցերը ուղեցին, են ինչ-որ քարշ ստացան։ Նույնն մյուս ուժովի հետ կապված։ Հարցը դատարանին ևս հայտարարությունը դատարանին չէր հասցեագրված, դուք քննիեք սեղանին է դրված, պարզապես Բարգելի պաշտպան, դատարանության մասնակիցները մինչև դատարանը վերջում հարցեր տալու, մինչև դատարանի հարցեր տալու, դուք մինչև տալու եք հարցեր ունեն, դատարանի մոտ համարյա թե հարց չի մնում, մեկ երկու հարցամնում կամ էլ չի մնում, որ հարցեր ունեն։ Պատվարժան դատարան ես ժամը 2-ին Շարենցական դատական նիստի եմ, 3 կալանքի քննարկում սկսել է, այսօր ժամը 2-ին շարունակում եմ։ Շուտով դատական նիստը հետաձգել, եթե պետք է հավաստով ապացույց կապնանք Շարենցականի դատարանի աշխատակազմի հետ, ինչ-որ գրություն, ասեմ շուտ ուղարկեն, հավաստիանենք, իսկապես 3 ժամը 10-ին քննարկումը ավարտվել է և տեղափոխվել